Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Թանկագիններս բարի գալուստ իմ նոր վլոգ։ Նվեր եմ ստացել, մոմեր են սրանք, ամանորյա։ Այս մոմերը պատրաստում է իմ համակարգացին Վարդենիսի մի աղջիկ։ Ու ես որ տեսա այս մոմերը ինձ որոշեց նվեր ուղարկել, ես որ տեսա ուղակի խենթացա։ Այնքան սիրուն եմ, որ կարողա ցանկություն ունենաք դուք եւս ձեռք բերելու, քանի որ արժեվում ամանոր է ձեր սեղանը եւ ընդհանուր տունը գեղեցիկ զարդարելու համար Վարդենիսի բնակիչների չի վերաբերվում սա միայն, այլ ամբողջ Հայաստանի տարածքով մեկ։ Էջի հղումը մեկնաբանությունների բաժնում կդնեմ, դուք կտեսնեք։ Օրինակ, խնդրում եմ մի հատ նայեք սա։ Եթե ձեզ թվում է, թե սրանք մանդարիններ են, ապա չարաչար սխալվում եք։ Նայեք։ Մանդարին, որը սակայն մոմ է, պետք չէ իրեն ուտել։ Նայեք, ինչ լավն է։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչքան գեղեցիկ կլինի, եթե ձեր սեղանը կամ ես քանի որ այս տարի մեր տունը չեմ զարդարում, արդեն հասկանալի պատճառներով, այս մոմերը գեղեցիկ կդնեմ զուտ իմ զարդասեղանի, հիմա միասին դա կանենք։ Բա հələ սրանք։ Հիմա բացեմ։ Ունենք այսպես թխվածքաբլիթ կոն, բայց մոմա, արդեն բարձա, չէ՞։ Ախորժակս տվեց, նենց կուտեի։ Ունենք ձեռնոց եւ այն էլ գործվածքից։ Այսպես։ Տոնածառ սրանց մի մասը կուղարկեմ մամայիս, որտեվ ես գիտեմ, որ ճիշտ է ինքը այս տարի տունը չի զարդարելու, բայց մամաս նման աքսեսուարներ շատ է սիրում։ Սա այն հայտնի թխվածքաբլիթների մոմ տարբերակն է։ Ձյունիկ, եղնիկ։ Այս մյուսը արդեն սիրուն տուփի մեջ է պատրաստված։ Ես նույնիսկ կարծում եմ, որ երբ որ այս տուփի մեջի մոմը վերջանա, կարելի է այն օգտագործել որպես զարդատուփ։ Այս ամբողջը Անին սիրուն իր ձեռքով պատրաստել է։ Եվ ներսում մոմ է։ Ահա թանկագիներս, սա էլ իմ նվերը։ Եկեք արագ իմ զարդասեղանի վրա մի քանի աքսեսուարներ ավելացնենք ամանորյա, որ գեղեցիկ լինի ու նաև գնալու ենք եղունգներս սարքելու։ Թանկագիներս, այսպիսի գեղեցիկ անկյուն ստեղծեցի իմ զարդասեղանին, որ երբեմն վառեմ մոմերն ու հիանամ։ Հիմա Վահանը կգնա մանկապարտեզ, այնտեղ իր համար խելոք խաղա, մինչև մաման գնա, մատիկները սիրուն սարքի գա։ Այստեղ նախ մատնահարդարման գնալը առա նախ լահմաջո, որովհետև հիմա էլ չեմ գնալու եմ մատնահարդարման, տատիկին նախաճաշ չեմ կարողանալու պատրաստեմ, տանեմ թող տատիկը իր լահմաջոն վայելի, ես մինչ հետ կգնամ մատնահարդարման, Վահանը շատ երկար չի մնում մանկապարտեզում, մոտավորապես 1.5-2 ժամ, իմ մատերին էլ հին գելլակ չկա, հեռացնել դրա համար էլ արագ կարողանանք ավարտենք։ Նաև կա համբեմ առել, որ տոլմա փաթաթեմ, քանի որ այսօր աղբերս է գալու մեր տուն։ Լահմաջոն տանք իրեն ու անգամ էլ վազենք մատնահարդարման։
ամոթն է պահում ուղղակի այն տարիքում։ Բայց իրականում ամոթ բան չի, դու ուղղակի ասում ես, որ ինքը իր աշխատանքը կատարի։ Հիմա կոպիտ ասեմ, որ չես խոսում էդի նկատմամբ, ամոթն է պահում, այսինքն Ոնց որ 20 տարեկանում ես որ մտնեի սոցիալ ինձ տենց պատասխանեին, ես կարող եմ իրոք դուրս գալ, ու լաց էի, մի քանի օր լաց էի։ Ոչ հիմիկ վայ երեխեքը։ Ու լավ են անում դե եթե տենց է, բա ինչ է նշանակում իրանց մոտ մտածում ասում են ուշ ես ձեր ներվերը չունեմ։ Էդ էլ ախր որ կուլ եմ տալի օրինակ եթե ես ինչ-որ մի բան դրանից մի ամիս գնաց, մտքիս մեջ այդ մարդուն գցել եմ քացու տակ, կռիվ եմ անում։ Դեք, ես ես մի բան ասեմ, նայեք դուք կուլ եք տալի, ինքը երկրորդի հետ է դառնում։ Բայց ես կուլ չեմ տվել, դա ձեր ու հանգստյան համար ասեմ մանրիկ, ես հիմա շատ հանգիստ պատմում եմ, բայց այդտեղ շատ դաժան վիճակ է իրանց համար։ Ոնց սպասարկի։ իհարկե արդեն ինքը զգոն կլինի, որ չի կարելի տենց պատասխանել, չէ՞ որ դու եկել ես աշխատանքի, Չունի դու տանի դու աշխատանքն ես կատան, բոլորս խնդիր ունենք, ով խնդիր չունի տանը։ Բայց դիմացինը մեղավոր չի քո խնդիրների մեջ։ Տեսեք իմ մշտական սիրելի երանգը ոնց որ միշտ, որ իմ ընդհանուր ձմեռային լուքի հետ սազի։ Հաջորդը կարելի արդեն այս երանգը անել, կամ սասնում մի բան։ Հիմա գնում եմ մի անգամից Վահանին վերցնել։ Ուրախացել ես, որ քեզ եմ նկարում, գայց։ Հարգելի հետևորդներ, Վահանենց մանկապարտեզում ձմեռ պապիկն է եկել։ Վահանից ցույց կտաս, որտեղ եք դուք երեխաներով խաղում։ Ինչպես եք իմ կողջիկ տառիկներ։ Ասում էիք պապիկին։ Սապն է։ Իսկ պապիկին ես տառիկներ ինչ է բերում։ Թանկագիններս ուրախությունս ինձ, եղբայրս մենակ ինձ հյուր չէր եկել, եկել էր քեռուս որդու հետ, մեծ տղայի հետ, Նարեկի, շատ ուրախացա, որ եկան, որովհետև շատ կարոտել էի այդ քեռի դեպքերից հետո դեռ չէի տեսել Նարեկին, Կարենին էլ չէի տեսել, մի խոսքով շատ ուրախանում եմ, երբ իմ արյունակիցներից որևիցե մեկը մեր տան դուռը բացում եւ ներս է մտնում, ուրեմն բանից պարզվում է, մաման տատիկը եւ մաման ուղարկել էին ինձ հնդկահավի միս։ Այդ առումով մի քիչ sense էմոցիաներս վայրի վերումների մեջ են, որովհետեւ սա վերջին քեռիս պահած հնդկահավի միսն է։ Չեմ կարող էմոցիաներս նկարագրել, բայց ամեն անգամ որ sense շոտ մեծ սիրով բաժինների էի բաժանում այդ մսերը ու նոր պահեստավորում էի, այս անգամ ուղղակի sense վերցրել դրել եմ սարցախցիկը, անգամ չգիտեմ թե այդտեղ ինչ կան, շատ sense ծանր եմ տանում այդ հանգամանքը, որ դա քեռուս տանջանքն ա եղել, իհարկե տատիկիս հետ միասին ու որ սա վերջին անգամ ենք մենք վայելելու քեռիս բարիքներից։ Ամեն դեպքում այդ ամեն ինչի հետ մեկտեղ մամաս նվերներ ա ուղարկել, ուրեմն մի հատ անենց նվեր ունեմ, երկար ժամանակ ես ուզում եմ որ
սենց բան ունենալ, բայց որ անդադ մտածում էի լավ թող մնա այսօր վաղը, սա սարքա, որը մաքրում է եւ խոհանոցը եւ լոգարանը գոլոշու միջոցով։ Վստահ եմ, որ սա շատ շատերին է հայտնի, սա շատ շատերը ունեն։ Ես դեռ պետքա մի հատ նայեմ համացանցով, կարդամ իր ուղեցույցը ու հասկանամ, թե այն ոնց պետքա օգտագործել։ Այստեղ հիմա չեմ բացելու։ Նայեք, այսպես ամբողջը դրված է։ Երբ որ օգտագործեմ, բնականաբար առանց չեմ օգտագործի։ Փորձարկումը կանենք միասին մի հատ հասկանանք ոնց է, ինչ է, ոնց է աշխատում, բայց մենակ գիտեմ, որ շատ-շատերն են գոհ ու ասում են, որ գազօջախը եւ այլն այն անհասանելի հատվածները, որոնք որ տանջվում ենք ձեռքով մաքրելուց մեկը լավ չի մաքրվում, սա մեկին մեկ մաքրում է։ Ես նվերի համար անսահման ուրախ եմ, մամ ջան, քեզ շատ շնորհակալ եմ։ Շատ ուրախացրեցիր Ամանորի նախաշեմին։ Այստեղ Վահանի նվերն է։ Վարդենիսի ձմեր պապիկը ամեն տարի Վահանին նվերներ ուղարկում է։ Հիմա որոշեցի մի հատ ես ու դուք նայենք նոր տան, որ Վահանը չփչացի տարբեր ջիների կավը, Վահանը շատ ասիրում կավերով խաղում է, լիքը կավեր ունի, մի խոսքով որ զբաղվի։ Նագլիկա է պատուհանների համար, որը պետքա այդտեղ ցույցատրված, որ պետքա խոնավ շորով, հա, կպցնենք պատին, խոնավ շորով թրջենք, քսենք իր վրա, որ ինքը կպնի պատին, սիրուն այսպես ձյունիկներ են, պատին չեն, ներողություն պատուհանին, սիրուն այսպես ձյունիկներ են դուրս գալիս եւ սրանից այսպես մի քանի այսպես սիրուն ձմեր պապիկ ձնեմարդուկ ավելի ճիշտ եւ քայլիկներ։ Այս ձմեր պապիկից էլ հաստատ շատեր ունեն, եթե իրենք չունեն ապավուշի տներում կամ խանութներում, հատկապես խանութի մուտքերի մոտ շատ տեսած կլինեք, երբ սա կախում ես ինչ-որ մի տեղից, որ ձմեր պապիկը երկելով բարձրանում է։ Լավ, ենթադրենք սա կախված է ինչ-որ մի տեղից։ Սա Վահանը գալի է։ Սա էլ Վահանիս խաղալիքը։ Այս սրանք մաման որպես աքսեսուար է առել ուղարկել, բայց ես գիտեմ, որ սրանք տորթիկների վրա դնելու համար են։ Ճիշտ չեմ, սխալ եմ։ Մի խոսքով ես դնեմ աղջիկներ, մաման գիտի, որ ես սենց աքսեսուարներ շատ եմ սիրում, պարզապես այս տարի ես մեր տունը չեմ զարդարում, մյուս տարի ոչինչ կօգտագործենք։ Եվ որ ամենաշատն եմ ուրախացել, այս ձեռքերի կրեմներից մաման սենց շատ առել էր, կեսը իրեն, կեսն էլ ինձ ա տվել ու ինչի համար ուրախացա, որտեղ ես փոքր կրեմներ միշտ պահում եմ իմ պայուսակում, հենց որ անսահման ուրախ եմ, որ Ամանորիա այսպիսի գեղեցիկ ձեռքի կրեմներ եմ նվեր ստացել թանկագիններս։ Սա էլ մեր նվերները Վարդենիսից։ Հարգելի հետևորդներ, այժմ իմ առաջ այդ հնդկահավի մսի սա մի կրծքամիսն է։ Ընդհանուր մասերը դեռ չեմ օգտագործում, սա ընդամենը կրծքամիսն է եւ այս կրծքամսից մի sense զգալի հատված վերցրել պահել եմ, իսկ այս մասը օգտագործելու եմ, որպեսզի պատրաստեմ կիևյան կոտլետներ։ Անցյալ տարի եմ ես հնդկահավի կրծքամսից պատրաստել կոտլետները ու ինքը այնքան խիտ միս է։ Օրինակ սովորական հավի մենակ կրծքամիսը, որ օգտագործում ենք, ինչի չէ, պետք է մի քիչ ազրերի մսից խառնել կիևյան կոտլետները ստանալու համար, իսկ այս միսը այնքան խիտ միս է, որ ոչ մի բան իրան պետք չի ավելացնել։ Հիմա անցնենք նախ եւ առաջ մի հատ սկսենք պատրաստել կարագի զանգվածը, որտեվ սա դեռ սարցախցիկում գործ ունի անելու, ուրեմն կարագը, սխտորն ու սամիթը, ինչպես տեսնում եք, հիմա լավ խառնելու եմ իրար, ստանամ համասեռ զանգված։ Ահա, քանի որ ես կարագը դեռ երեկվանից թողել էի սենյակային ջերմաստիճանի, շատ հեշտ եղավ տրորելը եւ ձեռքով ավելի հեշտ է, քան պատառակ հաղով։ Հիմա այս զանգվածը յուղաթղթի վրա տափակացնելու եմ, որ սարցախցիկում շատ արագ սառի։ Այսպես թանկագիններս նայեք մոտավորապես այս հաստության, այսինքն քառակուսի, հիմա սա կուղարկեմ սարցախցիկ, այդ ընթացքում կզբաղվենք մսի հարցերով։ Հացի փափուկ մասերը թրջել եմ կաթով, ինչպես տեսնում եք, հիմա այն մի փոքր կմնա մի կողմի վրա, մինչև միսիկն էլ կկտրատեմ։ Սա ինչ միս է։ Նայեք, իդեալական։ Սա կտրատում եմ, փոքրացնեմ այնպես, որ կարողանամ անցկացնել մսահացով։
խաղացի, սողը, միսը եւ կաթի ու հացի զանգվածը։ Հիմա այս նույնը աղալու եմ երկրորդ անգամ։ Թանկագիններս է սպիտակ փամփլիկ միսը, նաեւ մի հատ մեծ sense ամանով ստացվեց։ Այստեղ հիմա ես լցնելու եմ բացառապես միայն աղ եւ սեղպղպեղ, ուրիշ ոչ մի բան։ Սա ձունա, որի մեջ թաթախելու եմ, ներկա պահին 4 հատա, կարիք լինի էլի կավելացնեմ, պաքսի մատը եւ կարագը, տեսեք, արդեն այսպես ինչ բան է ստացվել։ Այսպես կտրատելու եմ, որ ամեն կտորից դնեմ մսի մեջ ու արդեն սկսեմ թաթախել ձվի եւ պաքսի մատի մեջ։ Դե ինչ անցանք գործի։ Էդ ինչ ես անում դու, էй, Գրինչ։ Վահանի անունը դրել եմ Grinch. Mr. Grinch. No. Mr. Grinch. No. Առաջին խմբականակը վերջացրեցի, այստեղ դեռ ահագին միս կա։ Հիմա ինչ եմ անում, արդեն ամեն մեկը երկրորդ անգամ եմ թաթախում ձվի եւ պաքսի մատի։ Հեսա լցնեմ արևս։ Այսպես։ Արդեն երկրորդ անգամ պաքսի մատ ենք անում։ Այս չորահացերը վերջնական ամրացնում են իրեն։ Եվ այսպես շարունակ ամբողջը հարգելիները։ Ահա եւ իմ կոտլետը։ Ուրեմն համը չեմ ուզում գլուխ գովեմ, բայց անմահական է, դե ես մսով չեր էլ կարող վատը լինել։ Ուրեմն արտաքուս շատ խրթխրթան, ներսից այնքան փափուկ, ուղղակի բառերով նկարագրելու չի։ Շատ համեղ է ստացվել, շատ անսահման։ Ես արդեն ավարտին եմ հասցնում իմ վլոգը ու քիչ առաջ Անդրանիկը եկավ, մի քանի բաներ ա բերել, որոնք ուզեցի ձեզ ցույց տամ։ Հիմա մի հատ միասին նայենք, նախ առաջին հերթին ցույց տամ այս փոքր թեյնիկը։ Փոքր թեյնիկն առանձնացնել ինչի համար, որովհետև մեր մեծ թեյնիկը այս է։ Օրինակ, եթե մի հոգի է թեյ ուզում, իր այս ցանցի մասը բարձր է, ես ստիպված եմ մոտ 2-ից 3 բաժակի չափով թեյ պատրաստել, որը հետո թուրմը փչացնում է։ Իմաստս չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ ուզում ասում, շատ օգնած է, բայց մի խոսքով մեզ պետք է մենակ թուր բռնելու համար մի հատ բուջուր թեյնիկ, շատ սիրուն բան է բերել։ Նայեք, այսպես փոքր, որ ուղղակի այսպես բուջուր թուր բռնեմ ու օգտագործեմ։ Սա սենց։ Հետո մի քանի օր առաջ Անդրանիկին ասացի, որ ուզում եմ փայտե թեփսիներ, որ դրանով սեղանին նաև համեղ բաներ մատուցեմ, ասենք օրինակ պանրային ինչ-որ բան կամ չրային կամ ձկնային, ասենք սուշիներ, ու նայեք ինչեր ա բերել, ապրես կյանք, շատ լավն է։ Ուրեմն մի հատը սա, սենց, այս տեսքով, օրինակ ես ուզեի սեղան պատրաստեի ամբողջը այս տեսակ փայտե բաներով, մի հատը սենց, ինչ ուզենք մեջը կարող ենք լցնել, ինչ ուզենք։ Օրինակ կարող են գարեջրի սեղան պատրաստել։ Մի հատը սենց, սրա վրա հավես պիցա կմատուցվի։ Այս նշում որ լրիվ վերջն է, լնայից ինչ աստիճանի ու ինի բան կա, ես ինչ ա բերել։ Փոքր գթալիկներ։ Այս մեկը հելենո այդ ինչ սիրնո, դոպրես, կյանք, շնորհակալ եմ, հո, շատ։ Արի պաչե։ Շատ սիրուն են կյանքս, մնում է սրանցով մի բան մատուցենք։ Այսենց բուջուր գթալներ, փոքր, շատ դելիքուս չլի, օրինակ ձեզ մի հատ բան ասեմ, անցած անգամ Անդոյին
Անդոն նստած էր բազմոցին հոգնած էր ու այն խորքերը սենց շատ հետ էր գնացել նստել էր ու հիմա իր սուրճը խմելու համար պետքա բազմոցից շատ առաջ գար որ ձգվեր խմեր ասացի օրինակ որ ես փայտից թեփսի ունենա սուրճը իր հարմարություններով դնես այդ բազմոցին ընկնելու եւ ինչ որ վնասելու վտանգ չի ունենա ու ունեցա Անդրանիկի մոտ մի բան որ բարձրացնում ես միանգամից դա իրականություն է դառնում դե թանկագիններս այսօրվա վլոգն էլ այսքան է շնորհակալ եմ շատ մինչև վեր դիտելու համար անոնց ասում որ պրծնեմ որ գա ինքն մոտիկից էս ամեն ինչը նայի եղեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ հաջորդ վլոգը կարծում արդեն կլինի մյուս տարվա մեջ այնպես որ այս տարվա մեջ ձեզ մաղթում եմ որ այս տարվա ձեր բոլոր հաջողությունները կրկնապատվեն, քառապատվեն եւ տարին մինչեւ վերջ գոնե լավ նորություններով ավարտեք։ Առայժմ վերջ։ Աղը պապան կարմի քեզի քազը։ Ինչ ես Ինչ ման գալիս։ Եկա վեցատինը։ Ինչ ես ման գալիս կանցս։ Դա արինայ։ Պատարակախ։ Դա